Կառավարությունն առաջարկում է ևս 1 տարով երկարաձգել ավելացված արժեքի հարկի արտոնությունը էլեկտրական մեքենաներ ներկրող քաղաքացիների համար։ Այս տարվա վերջին քառօրյա նիստերի օրակարգի առաջին հարցն էր։ Գևորգ Պապոյանը ներկայացրեց, խոսքը մասնավորապես վերջին 2 տարվա արտադրության մեքենաներին է վերաբերում։ Կարելի է, չգիտեմ, քննարկել, բայց շատ կարևոր նշանակություն ունի այն հանգամանքը, որ մեր երկիրը չդառնա այնպիսի մի միջավայր, որտեղ 3 տարի հետո այդ մեքենաների մարտկոցները չիմանանք ինչ անենք։ Հիշեցրեց 2022-ից կիրառվել է ոչ միայն այս, այլև մաքսատուրքից ազատման արտոնությունը եւ քվոտայի շնորհիվ անցած տարի 2019-ի համեմատ 17.6 անգամ ավելի շատ էլեկտրական շարժիչով փոխադրամիջոցներ են ներմուծվել։ Հարցեր հնչեցին ավտոներկրողների ու անհատների համար սահմանված քվոտաների մասին։ Դեկտեմբերի 2-ի դրությամբ քվոտա չկա, հայտարարեց նախարարը, իսկ թե ինչով է պայմանավորված, պարզաբանեց։ ԵԱՏՄ-ը, որպեսզի որևէ բան դու փոխես, պետք է լինի բոլոր երկրների կոնսենսուս, այսինքն մեկ երկիր եթե անգամ որևէ բանի չի համաձայնվում, այդ որոշումը տեղի չի ունենում։ Նախորդիվ պայմանավորվածությունը եղել է, որ ըստ էության 24 թվականը ԵԱՏՄ երկրների համար այդ մասով վերջին տարին է եղել, բայց բոլոր որոշումներն էլ քննարկելի են։ Անցած տարի եղել է 8000 քվոտա, սակայն եթե ավտոներկրողները չօգտագործեն իրենց հասանելիք 3000-ը, ապա պետությունը կզիջի անհատ ներկրողների մաքսատուրքերը։ Նախարարը պատասխանեց նաև բեռնատարների Ռուսաստան մուտքի 90-օրյա սահմանափակումների վերաբերյալ հարցին։ Հայտնեց Պետդումայում այս պահին դրա վերաբերյալ նախագիծ կա, առաջիկա օրերին պարզ կդառնա որոշումը։ Նաև դեսպանին է հայտնել խնդիրը։ 3 օրվա ընթացքում ամբողջությամբ կներդրվի առողջության համապարփակ ապահովագրական համակարգը։ Ինչպես հայտնի է, 2026 թվականի առաջին փուլով ապահովագրվելու են մինչև 18 տարեկան երեխաները, 65-ից բարձր տարիքի անձինք, 18-ից 65 տարեկան հաշմանդամության կարգ ունեցող քաղաքացիները, ներկայացրեց առողջապահության նախարարը։ Այս խմբերի ապահովագրավճարը հատուցվելու է պետբյուջեից։ Հաջորդը 200,000-ից ավելի եկամուտներ ունեցող քաղաքացիներն են, որոնց համար կգործի սուբսիդավորման համակարգ։ 200-ից 500,000 դրամ աշխատավարձ ստացող մեր քաղաքացիները պետք է վճարեն տարեկան 129,600 դրամ, որը բաժանելով ամսական ստանում ենք 10,800 դրամ։ 10,800 դրամից նրանք զինապահ հիմնադրամին այսօր վճարվող 5,500 դրամի փոխարեն վճարելու են ընդամենը 1000 դրամ եւ մնացած 4,500 դրամը կարողանալու են ուղղել առողջության ապահովագրությանը։ Հաջորդը ֆիզիկական անձանց հայտարարագրման համակարգի շրջանակներում սոցիալական կրեդիտների շրջանակում հետ վերադարձն է։ Ստացվում է այս խմբի քաղաքացիների վրա հաջորդ տարվա ֆինանսական բեռը լինելու է ամսական 300 դրամի չափով։ Լուսինե Բադալյանին հետաքրքրում էր 63-ից 65 տարեկան քաղաքացիների հարցը, որոնք թոշակառու են, բայց պետությունը չի հատուցում նրանց ապահովագրավճարը։ Ամեն ինչ գալիս է մեր բյուջեի հնարավորություններից, բայց մենք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ինչպես մեր հարկերը վճարելու շրջանակներում նպաստել ենք այս համակարգ ներառելուն 65+-ին, կարող ենք նպաստել, որ 63 պլյուսն էլ ներառվի եւ շատ ավելի այլ խմբեր էլ ներառվի։ 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ քանի 65 եւ ավել տարիքի թոշակառուներ են օգտվել այս ծրագրից, սա մեկ։ 0-ից 18 որ ասում եք, 0-ից 18 հիմա էլ է օգտվում։ Դա նոր բան չեք անում։ Հաշմանդամություն խումբ ունեցողները, չնայած դուք այնքան եք սեղմե ձեր ռադիոլոգների ասոցիացիայով, դրանք հիմա էլ են օգտվում։ Եվ բերեք ասեք այդ վճարված գումարների դիմաց ինչպիսի ծառայություններ եւ բուժօգնություններ են սահմանվում, բերեք օրենքով մի հատ ասեք ցանկը։ Մինչև 18 տարեկան երեխաները մեր երկրում 700,000 հոգի են եւ այո նրանք նաեւ մեր կառավարության շնորհիվ օգտվում են այսօր պետական պատվերից եւ դա եղել է շատ կարեւոր որոշում։ Այո նրանք որպես առաջին խումբ պետության կողմից դառնալու են ապահովագրված եւ փոփոխվելու է նրանց ծառայությունների շրջանակը եւ ծառայությունների շրջանակում նաեւ փոխհատուցման գներն են փոխվելու։ Հաջորդի 65+ տարիքի անձինք 400,000-ից ավել քաղաքացիներ են։ Եվ այո, սա ահռելի մեծ թիվ է, 400,000-ից ավել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հնարավորություն է ունենալու օգտվել շատ անհրաժեշտ առողջապահական ծախսերից։
Ապահովագրად վճարի տարեկան գումարը 129,600 դրամ է, որը ամսական գալիս է 10,800 դրամ։ Ծառայությունների ցանկը թվարկելու համար ժամեր կպահանջվեն, պատասխանեց նախարարը։ Ընդդիմադիր падգամավորը հակադարձեց, թե առանց ցանկի հակասություններ են առաջանալու բժշկի եւ բուժարուի միջև։ Ոչ թե ասվում է, որ ամեն ինչ անվճար է լինելու, այլ ներկայացվում է ապահովագրական փաթեթ, որը ներառում է ծառայությունների հստակ շրջանակ, պարզաբանեց Ավանեսյանը։ Որևէ երկրի բազային մանավանդ ապահովագրական փաթեթ չի փակում մարդու բոլոր կարիքները, չկա նման բան։ Եվ մենք էլ չենք խոստանում չեղած բաներ, այլ շատ հստակ ենք մեր քաղաքականության մեջ։ Մենք ասում ենք, այն համընդհանուր է, որովհետև ներառելու է բոլորին, բայց ամեն անհատի ամբողջական հնարավոր առողջական կարիքները հնարավոր չէ բավարարել բազային փաթեթում եւ դա չի մեր նպատակը։ Արթուր Խաչատրյանին հետաքրքրում էր, թե ինչու է որոշվել վերադարձ կատարել Զինապահ հիմնադրամից։ Արդյոք հարցը քննարկվել է հիմնադրամի հետ։ Հաշվարկների իրականացվել են միացյալ կենտրոնական բանկի ֆինանսների նախարարության հետ համատեղ։ Զինապահ հիմնադրամի կանխատեսումները հաջորդիվ տարիների կենտրոնական բանկի ուրեմն կողմից ներկայացվել են եւ այս բոլոր հաշվարկները միանշանակ արված են եւ հենց դրանք են հիմք ծառայել, որ կառավարությունը նման որոշում է կայացրել։ Երբ որ 2021 թվականին պետությունը կարիք ուներ, որ քաղաքացին կանգնի զինծառայողի կողքը եւ այդ կարիքները բավարարելու համար հավելյալ գումարներ վճարի, քաղաքացին իր պարտականությունը իրականացրել է։ Համակարգի ներդրումը էապես կարող է նվազեցնել աղքատությունը երկրում, կարծում են կառավարող ուժի падգամավորները, որոնք հարցադրումների միջոցով փորձում են վերհանել խնդիրները, օրինակ հաշվի առնելով ծանրաբեռնվածության ավելացումը, ինչ աշխատանք է տարվում առաջնային օղակի հետ, ինչ է նախատեսվում անել, եթե հնարավոր չլինի ծածկել շահառուների քանակը։ Մինչդեռ ընդդիմադիրներին հետաքրքրում էր հիմնադրամի ձևավորման հետագա կառավարման խնդիրը։ Այն կառավարությունը, որը հիմնադրել էր անիվ հիմնադրամը եւ որը բարեհաջող կերպով փոշիացրել է 25 միլիարդ դրամ, հիմա եկել ազգային ժողովի падգամավորներին ասում է հաստատեք այդ օրենքի նախագիծը, որով 225 միլիարդ տրվելու է առանձին հիմնադրամի, որը մոնոպոլ դիրք է ունենալու։ Հիմնադրամ, որը դեռևս գոյություն չունի։ Մենք չգիտենք ով է կառավարելու, ինչ կանոնադրությամբ է կառավարելու, որևէ բան հայտնի չի մի հիմնադրամի մասին, որին տրվելու է 225 միլիարդ դրամ։ Ես կարծում եմ, որ նման նարատիվը մեզ հատուկ է տարիներով փաթաթվել։ Պետությունը լավ կառավարիչ չի։ Ինչու՞։ Եթե պետությունը վարձատրում է եւ հրավիրում է լավ մասնագետների, ինչ որ մի լավ մասնագետ հրաժարվում է պետության համար աշխատելու, նման բան ով է լսել։ Պետությունը լավ կառավարիչ է, եթե հաշվետու է իր ժողովրդին, կառավարությունը լավ կառավարիչ է, եթե ունի քաղաքական պատասխանատվություն, եթե եկել է իշխանության ընտրությունների միջոցով, որովհետև հաջորդ ընտրություններին պիտի հաշվետու լինի, թե ինչ է արել, եւ հաջորդ կշտամբանքը եւ այսպես, սա նախընտրական քայլ է, ոչ հարգելի գործընկերներ, սա հետընտրական քայլ է, եւ այո, մենք ընտրությունների ժամանակ ինչ որ խոսք ենք տվել, անում ենք դա եւ գալիս ներկայանում ենք։ Այս համակարգը գալիս է մեր մշակութային առանձնահատկությունները փոխելու, կարծում է Հակոբ Արշակյանը։ Արձանագրում ենք, որ Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, հարկեր վճարող մեր քաղաքացիները, բիզնեսները ըստ էության սկսում են նաև պատասխանատվությամբ վերաբերվել տարիքային այն խմբերի կամ այն հասարակական խմբերի առողջության մասին, ովքեր որ, ասենք, կամ աշխատունակ չեն, կամ աշխատանք չունեն։ Զեղծարարությունների ռիսկեր կան, բայց համակարգում ներդրված թվայնացման գործիքները շատ ավելի մեծ հնարավորություն են տալիս դրանք կանխելու, վստահեցրեց նախարարն ու հայտնեց, որ եթե ամենամեծ անորոշությունը ընդդիմության համար հիվանդությունների ցանկն է, ապա այն առաջիկայում կհրապարակվի։ Վարդուհի Արզումանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։